մեզ Աստված պահեց։ Ոչ իմ ֆիզիկականը, ոչ որևէ այդպես բան չկար, որ ինձ կարար այդ պայթունից կենթանի պահեր, մենակ Աստված էր։ Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում այնպես երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ մեզ դերի մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտապաններին։ Ու մեզ մի տանի փորձության այլ փրկի մեզ չարից, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Պայթյունից հետո տվյալ տարածքում ոչ ոք ողջ չէր մնացել, միայն Պողոսը։ Ինչպես է առհասարակ նման պայթյունից հետո որևէ մեկը փրկվել, ինչ տեղի ունեցավ, ինչ զգաց, ինչի միջով է անցել, հիշում է։ Այնքան կուզեի ասեի չեմ հիշում, բայց շատ բան եմ հիշում։ Որպես կամավոր էր պատերազմ գնացել, ասել էին այդ ջոկատի 99%-ը կարող է հետ չվերադառնալ։ Վստահ էր, որ հենց այն 1%-ն ինքն է լինելու, փրկվելու է։ Ես տեսա Սնայրադի իշնելը, որտեղ ինքը մեծ էր ու տեսանելի էր այդ, ու ես այդ որ տեսա մտածեցի ես վերջն է ու պայթունը եղավ։ Պայթունից հետո չեմ կարող ասեմ ինչքան ժամանակ եմ անգիտակից եղել, բայց երբ որ գիտակցության եկա այդ ժամանակ արդեն ինքերս մահացել էր այն մեկը դեռ չէ։ Եվ աղոթեց, Աստծուն խնդրեց, որ եթե 1 րոպե նույնիսկ ապրելու է գիտակցաբար ապրի, որ կարողանա մեղքերի թողություն խնդրել։ Չէր էլ հասկանում ողջ է թե մեռած։ Չգիտեր երազ է դա թե տեսիլք, բայց մի տեսարան կա, որ ամբողջությամբ փոխել է կյանքը։ Երբ որ հանդիպեցի Հիսուսին, իա ոտքերի մոտ ծնկած էի ես։ Առաջի բանը, որ զարմացա, որ ես իրան ճանաչում եմ, որովհետև ըստ բոլորիս նկարների Հիսուսն է, ֆիլմերի Հիսուսն է, իա տեսքը, իա կերպարը, ու երբ որ տեսա Հիսուսին շատ զարմացա, որովհետև ընդհանրապես նման չէր ֆիլմերի կամ նկարների Հիսուսին։ Շատ գեղեցիկ էր, այնքան գեղեցիկ էր։ Երկրորդ զարմանքս եղել է, որ իա վերքերը իմ վերքերից շատ էին։ Անընդհատ գոռում էի, ուզում էի ասել Հիսուս ինձ հետ ուղարկի։ Նույն պահին վախենում էի արդարությունից, որտեվ մի հատ արդարության մեջ ենք, որ ես զգում էի, որ մեղավոր եմ, բայց ինքը իմ մտքին պատասխանում էր, որ դու իմ որդին ես։ Նույն պահին ուզում էի գոռալ, ասել Հիսուս, ես որբ եմ մեծացել, դու իմ երեխեքին խես թողում, որ որբ մեծանան, ու ինքը ինձ նույն պահին մտքին ասում էր, որ դու որբ չես մեծացել, ես քո հետ եմ եղել։ Վստահ էր, որ Աստված թույլ չի տա, որ իր երեխաներն էլ որբ մեծանան։ Պայթյունից հետո հիշում է, երբ հասկացել է, որ ողջ է, փորձել է ոտքի կանգնել։ Այդ ժամանակ ուզեցա ոտքի կանգնեմ ու ընկամ։ Երբ որ ընկա, միանգամից ոնց որ վեդրով արուն լցեին ու ամբողջ այդ ամեն ինչը զգացի։ Ցավ, ամեն ինչ։ Սկսել է բարձր գոռալ ու օգնություն կանչել։ Մինչև հիմա աչքի առաջ զոհված ընկերներն են, տեսարաններ, որ երբեք չեր ուզի հիշել, անասելի ցավ, որ ուրիշ ոչինչի հետ չես կարող համեմատել։ Սարի իջացնելուց մոտ 3 կիլոմետր։ Երևի 3000 անգամ ուշքս գնացել է, որտեվ ոտքերից վերքերը ամբողջությամբ բաց էին, ոտքերս ջարդված, ու ամեն քարը, որ կպտնում էր ոտքերից։ Ուշքս գնում էր երկրորդ քարից դիպելուց նորից ուշքի էի գալի ու տենում էի Սնայրադա նորից ընկնում։ Ու այդ ամբողջ ընթացքում ասում էի, էսի վերջի աղոթքս է։
Գրեթե 7 ժամ կիսամեռ կեսողջ մնացել է պարկած։ Ոչ ոք հույս չի ունեցել, որ ողջ կմնար։ Վնասվածքներն այնքան շատ էին ու խորը։ Ասեցին ոչ մի բան մի արեք, որ չտանջվի, որտեվ այդ վաղտ։ Այդ ժամանակ արդեն գիտակցությունս կորցրի ու շատ էի արուն կորցրել ու մենակ հիշում եմ տենց թռուցիկ, որ ասում էին սպորտսմենը, այսինչ ուժեղ է, ափսոսեր էս տղեն, չեն կարա օգնենք, հետո կյանքս փրկող վերջերը Ստեփանյան Արամը հանդիպեց։ Այդ ընթացքում անընդհատ մի հատ տեսարան էի տենում։ Տենում էի ինձ, երկու ընկերներիս, որոնք զոհվել էին արդեն։ Տենում էի իրանք մի հատ գեղեցիկ տեղ են այդում, որ ես չեմ կարա այդամ ու ինձ անընդհատ ասում էին, որ այս քո միջոցառումը չի հետ գնա։ Բոլոր հարցերին Պողոսը մեկ պատասխան ունի. Աստված է փրկել։ Պողոսի մարմնից 300 բեկոր է դուրս բերվել։ Շատերն էլ դեռ մարմնում են։ 10 վիրահատություն է տարել 3 տարում։ Այս 3 տարիների ընթացքում պարբերաբար վերականգնողական բուժում է ստացել զինվորի տանը։ Որպես կամավոր պատերազմ գնացած Պողոսը հետ չի վերադարձել։ Բոլորովին նոր մարդ է եկել տուն։ Այն ժամանակ ես չէի ապրում որպես Քրիստոսի համար Պողոս։ Այն ժամանակ ապրում էի Պողոս, ինչ ասես անում էի, ինչ ուզես անում էի։ Պատերազմից որպես հուշ մնացած իրերը ճիշտ է ծանր հիշողություններ են արթնացնում, բայց աչքի լույսի պես է պահում դրանք։ Ասում է, որ հանկարծ չմոռանամ, թե ինչպես եմ փրկվել եւ ում շնորհիվ եմ ողջ։ Երբեք չմոռանամ, որ ես ապրում եմ Աստծո համար, որովհետև երբ որ մարդիկ պատկերացրին, որ չեմ ապրի, Աստված պատկերացրեց, որ ես կապրեմ։